Հավանա հեռուստատեսության եթերում կրկին փայլող աստղ հեռուստանախագիծն է։ Այսօր մենք երկրորդ անգամ հրավիրել ենք մեր տաղավար Նարեկ Կիրակոսյանին, մեր փայլող աստղին, ով փայլեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում, մասնակցելով փառատոնի և զբաղեցնելով Grand Prix մրցանակը։ Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայկական գույներ նկարչական միջազգային փառատոնին Վրաստանից միակ մասնակից Նարեկ Կիրակոսյանը զբաղեցրեց Grand Prix մրցանակը և պատվով վերադարձավ Նինո Ծմինդա։ Նշենք, որ Նարեն մեր շրջանում միշտ փայլել է իր առաջադիմություններով, ինչպես մշակույթի, այնպես էլ սպորտի ասպարեզում։ Ողջույն Նարեն։ Ողջույն։ Մենք արդեն գիտենք քո մրցանակի մասին մակերեսորեն, ուզում ենք խոսել այդ մասին, պատմել այդ մասին, քո տպավորությունների, քո ունեցած հաջողությունների և ինչու՞ չէ նաև Ֆրանսիան քո աչքերով։ Ինչպես գիտենք, ես ամսի 19-ին մեկնեցի Լիոն, Ֆրանսիա և այնտեղ արդեն ամսի 20-ին կայացավ մրցույթ փառատոնը, որտեղ ներկայացան տարբեր արվեստի ճյուղերով մարդիկ, ներկայացան պարով, նկարչությունով, երգով ու իրականում ոչ այդքան հեշտ մրցումնային փառատոն էր։ Ես ներկայացա իմ նկարչական հմտություններով, իմ կային մասնակիցներ, բայց որոշ պատճառներով նկարչական որոշ մասնակիցներ չէին ներկայացել, սակայն ներկայացվել էին նրանց նկարները, նաև ներկայացրել էի ես իմ 3 կտավները, որոնք կոնկրետ երկուսը հիմնականում հայկական մոտիվներով էին նկարված, իսկ մեկը ավելի ժամանակակից աբստրակտ ոճով և Լիոնում ցուցահանդեսի ընթացքում շվեդիացի պարողներից մեկը, ով տեսել էր իմ կտավներից մեկը, որտեղ նկարել էի Մասիսը և Սիսը, հավանեց և ուզեցավ գնել նկարը և ես մեծ սիրով վաճառեցի նկարս, քանի որ գիտակցելով, որ շվեդիացի հայը եկել է հասել մինչև Ֆրանսիա, ես շատ ուրախացա, որ նա գնահատեց իմ աշխատանքը և գնեց կտավս։ Իրականում ես մրցույթի ընթացքում ամենաշատ լարված էի մրցանակաբաշխության ժամանակ, քանի որ մրցանակաբաշխության ժամանակ ասացին 3-րդ, 2-րդ, առաջի տեղերի անունները, բոլորը գնացին և ինձ թվաց, որ մնացել է միայն իմ անունը, ես չէի լսում Նարեկ Կիրակոսյան, վախենում էի, մտածում էի, որ ուղղակի չեն ներգրավել ինձ մրցույթում, բայց երբ վերջում արդեն ասացին, որ շահել եմ նկարչական մրցույթի գլխավոր հաղթանակը, ես մի քիչ հուզվեցի և շատ ուրախացա։ Դե վախ չէ, բայց լարվածություն կար, բայց գիտակցում էի, որ իմ անգլերենի իմացությունը լավ է, ես չեմ կարող կորչել այդ երկրում ու վստահ էի իմ ուժերի վրա։ Իսկ ընդհանուր Ֆրանսիան ինձ շատ դուր եկավ, 2 օրը մենք անցկացրեցինք Լիոն քաղաքում, իսկ մյուս օրերը արդեն Փարիզում, գնացինք և Էյֆելյան աշտարակը տեսա ես մոտիկից, իրականում երբ կանգնած էի Էյֆելյան աշտարակի դիմաց, չէի հավատում իմ աչքերին, որ տեսնում եմ աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը, շատ տպավորված էի, շատ ուրախ էի, այնուհետև մենք գնացինք Փարիզի Աստվածամոր տաճարը, որը ինձ ավելի շատ գրավեց, քանի որ այնտեղ ես տեսա տարբեր ճեպանկարներ, տարբեր եկեղեցական ոճը ինձ շատ գրավեց, քանի որ իմ կարծիքով այն կառուցված էր ավելի հունական ոճով, զգացի հունական ոճի մոտիվները եկեղեցում։ Նաև գնացել ենք, այցելել ենք տարբեր պատմական վայրեր Փարիզում ու շատ հետաքրքիր անցավ իմ համար այդ 7 օրը։ Ֆրանսիան դե արվեստների քաղաք է, նաև ճարտարապետության քաղաք է, ինչ տվեց քեզ քո նկարչության մեջ, ինչ որ բան փոխվեց, ինչ որ գույներ մտցվեցին։ Իրականում ֆրանսիական արվեստը շատ էր տարբերվում մեր արվեստից, այսինքն իմ նկարչական ոճը շատ տարբեր էր ֆրանսիական նկարչական ոճից ու շատ հավանեցի ես հենց ֆրանսիական գույները, քանի որ նրանց գույներում կարծես զգում էի ավելի հին, կարծես թագավորական, կայսերական ժամանակներից եկած արվեստը զգում էի ֆրանսիական յուրաքանչյուր շինության մեջ ու իրականում դա ինձ շատ գրավեց, որովհետև հիմա ես արդեն կկարողանամ իմ նկարներում ներմուծել արդեն ֆրանսիական գույները ու ֆրանսիական արվեստը։ Չեմ կասկածում ասել, որ Նինո Ծմինդան հպարտանում է քեզանով, որ ունի նման տաղանդավոր աղջիկ, որը այս տարիքում հասցրեց իր Նինո Ծմինդայի տաղանդավոր երեխաների աշխատանքը ցույց տալ օտար երկրում, իսկ դու հպարտ ես, որ Նինո Ծմինդայից ես ու կարող ես այսքան գործ անել։
Այո, ես շատ հպարտ եմ, որ Նինոցմինդայից եմ ու կարողացա Նինոցմինդայից հասնել մինչև Ֆրանսիա, Լիոն, ցուցադրել իմ կտավները, ինչպես նաև Վրաստանից միակ մասնակիցը ես էի, ով հասա մինչև Ֆրանսիա եւ գրավեցի Grand-Prix-ին, նաև կային տարբեր երկրից մասնակիցներ, կային Գերմանիայից մասնակիցներ, կար Շվեդիայից մասնակիցներ ու Վրաստանից մասնակից, որը ես էի, ու ես շատ ուրախ եմ, որ Նինոցմինդայից եմ ու ապրում եմ Նինոցմինդայում։ Նաև շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին հերթին ձեզ, որովհետև ձեր շնորհիվ ես տեղեկացա մրցույթի մասին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Հերմինեին, ընկեր Մարիային, ընկեր Նադյային, մի խոսքով այն մարդկանց, ովքեր ինձ ամբողջ ընթացքում աջակցում էին, ամբողջ ընթացքում իմ կողքին էին, շատ մեծ շնորհակալ եմ նրանց։ Հարվանայի ալիքները ձգվում են տարբեր հորիզոններ, ձգվում են բացահայտելու մեր նորանոր տաղանդներին, սակայն մենք այսօր մեր ֆլագ ուղղեցինք կրկին Նարեկ Կիրակոսյանին, ով մեր տաղավարում արդեն եղել է։ Հիշեցնենք, որ մեր այսօրվա հյուրը կրկին Նարեկ Կիրակոսյանն է, ով Ֆրանսիայի Լիոն քաղաքում գրավեց մեծ մրցանակ։